Սրբազան հայր դուք Գեղարքունիքի թեմի առաջնորդն եք եւ ինչպես տեսնում ենք այլ թեմերի առաջնորդներ են այս պահին այստեղ գտնվում եկեղեցին ինչ լծակներ ունի հնարավոր հարձակումը կաթողիկոսի ուղղությամբ հնարավոր հարձակումը կանխելու Մեր Տերը Աստված է եւ մենք ապավինում ենք առաստված եւ ապավինում ենք մեր ժողովրդի ողջախոհությանը եւ որևէ պարակտում մեզ համար մեր հավատացելոց շարքերում անընդունելի է եւ ժամ առաջ րոպե առաջ սթափության կոչ ենք ուղում որովհետեւ այն ինչ որ պատկերացնում ենք որ կարող է տեղի ունենալ այս կրոնական գետնի վրա ժողովրդի մեջ պարակտումը եւ բախումը ուղղակի դժվար եւ ցավալի է պատկերացնել։ Երկու կողմից էլ կան ուզումներ, որտեղ հավատքը ինքը հոգեվոր զգացում է եւ բոլոր այդ խոսքերը երբ որ հնչում են որևէ մի կողմից առավել եւս վիրավորական դիպչում են մարդկանց հոգեվոր զգացումներին։ Հետևաբար մարդկանց պոռթկումներ կարող են տեղի ունենալ եւ արարքներ կարող են տեղի ունենալ, որոնց հետևանքները եւ պատասխանատվությունը պետք է կրեն այն մարդիկ, ովքեր հրահրում են դա, այն մարդիկ, ովքեր այս իրավիճակը ստեղծում են։ Իսկ եթե այդ մարդը բարձրագույն իշխանության ներկայացուցիչն է, այսինքն երկրի ղեկավարը, իրավապահ մարմինները իր նկատմամբ անաչառ կարող են վարվել։ Այսօրվա իր հայտարարությունը շատերը մեկնաբանում են որպես բռնության կոչ։ Դե գիտեք, ես չեմ կարող իրավապահ մարմինների փոխարեն պատասխան տալ, բայց եթե Հայաստանի Հանրապետությունում կա իրավապահ համակարգ եւ կան անհրաժեշտ կառույցներ եւ եթե որևէ հայտարարության մեջ տեսնում են հանցանք պարունակող տարեր, բնականաբար պետք է զբաղվեն, իսկ եթե անգործության են մատնված, ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխան տալ։ Ներողություն Փաշինյանը առաջարկում է քրիստոնեաբար եւ սիրով ազատել Վեհարանը եւ տեղ տալ ավելի բարեվարկ կաթողիկոսի, ընտրեն 10 հոգուն առաջին ինքը կընտրի, որոնք կընտրեն կաթողիկոսին, ինչ կասեք այս հանձնախմբի մասին ու իր չափանիշների մասին։ Մենք էլ պատրաստ ենք հոգևոր դասով, մեր հավատացյալներով, սիրով քրիստոնեաբար մեր հավատարմությունը բերել հայոց հայրապետին եւ անսասան պահել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը որևէ տեսակի ոտնձգությունից։ Ինչպես ֆիզիկապես, մարմնով ոնց։ Մեր աղոթքով, մեր ժողովրդի ապավինությանը, ողջախոհությանը ապավինելով, մեր կոչերով, մեր հորդորներով ի վերջո ես ուզում եմ մի բան հստակ լինի, մենք չենք կարող նույն բառապաշարը գործածել եւ այն ինչ որ հրապարակ է նետվում նույնությամբ պատասխանել մենք հոգեորականներ ենք եւ մեր խոսքը պետք է տարբերվի, մեր խոսքը պիտի հանդարտության կոչ լինի, խաղաղության կոչ լինի, սթափության կոչ լինի եւ մենք հավատում ենք մեր առաքելությանը, որովհետեւ ինքը Քրիստոս ավետարանում շատ հստակ ասում է իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ, մենք Հիսուս Քրիստոսի խաղաղություն տարածողներն ենք եւ մեր ժողովուրդը կարծում եմ ունի այն ողջախոհությունը, որ այդ խաղաղության կոչին հորդորին պիտի ականջալուր լինի։ Դուք պատկերացնում ունեք ինչպես է պատրաստվում Փաշինյանը հուսակրոնության ուխտին հավատարմությունը ստուգել։ Բնավ պատկերացում չունեմ, գիտեք, երբ որ հրապարակ է նետվում նման թեզ հուսակրոնության ուխտը պահելու նաև պետք է հրապարակ նետվի ամուսնության հավատարմությունը պահելու, որովհետև բոլոր քրիստոնյաներն էլ, այդ թվում նաև ներկա իշխանության ներկայացուցիչները կարծում եմ, եթե եկեղեցով ամուսնացել են, ապա հավատարմության ուխտ են տվել, որ պետք է ամուսինները հավատարիմ լինել։ Եթե կուսակրոնը ուխտ է տվել կուսակրոնության, ապա որևէ ամուսին ուխտ է տվել, ուխտ է արել, որ պիտի հավատարիմ լինի։ Հիմա ինչ մենք առնենք այդ պաշտոնը դատավորի եւ սկսենք մեր ժողովրդին դատել, թե ով է պահում ամուսնական հավատարմությունը, Աստծուն տված ուխտը եւ ինչքան որ կուսակրոնը պիտի պահի իր ուխտը, նույնքան նաեւ աշխարհականը պիտի պահի իր հավատարմությունը ամուսնական։ Չէ, բայց ասում են տարբերություն կա սրբադասվածների դեպքում մենք աչն ենք համբերում իրենց, ասում են ոչ իմանանք, այդ աչը ինչ է արել։
ուխտը Աստծո առջև է, ինչպես կարելի է տարբերություն դնել այդ ուխտի մեջ, չէ՞։ Աստծո զավակների մեջ, եթե այսպես Ինչպես կարելի է մենք որն ենք ցածրացնում կամ բարձրացնում, մենք պիտի շատ հստակ լինենք մեր գնահատականների մեջ, Աստվածաշնչում բոլոր պատվիրաններն էլ վերաբերում են ինչպես որ կրանավորին, այդպես էլ եւ աշխարհականին։ Հետևաբար, բայց եկեղեցին երբեք չի հավակնել այդ դատավորի դերը ստանձնելու եւ մեր հավատացյալ ժողովրդին դատելու։ Ամեն մարդ ինքը իր պատասխանը պիտի տա Աստծո առջև, թե կրոնավորը եւ թե աշխարհականը։ Հետևաբար, եթե մենք սկսենք միմյանց դատելու, ապա սա ես կարծում եմ լավ տեղ չպիտի դանի եւ ուղղակիորեն հակառակ է Աստվածաշնչի պատվիրաններին։ Քաղաքացիական բախումները կանխելու համար հնարավոր է, որ կաթողիկոսը որոշի տեղափոխել կաթողիկոսարանը որոշ ժամանակով։ Այդպիսի բան հնարավոր է։ Ես չեմ կարծում, չեմ կարծում նման անհրաժեշտություն առաջանա, առավել եւս պատմական շրջափուլերում եղել են այդպիսի առիթներ, անգամ երբ որ թշնամին է գրոհել եւ շատ մոտ է եղել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մատույցներին, բայց օրվա հայրապետը երբեք չի լքել կաթողիկոսական իր նստավայրը, առավել եւս չեմ կարծում, թե այսօր նման անհրաժեշտություն լինի։ Խոսքը հա ասում է թշնամին ներսից չլինի։ Իհարկե դրսից հնարավոր չի եղել կոտրել հայ առաքելական եկեղեցին, պատմության ընթացքում բազմաթիվ դեպքեր եղել են, բայց երբ որ իշխանությունն է, հա, պետության ներսում իշխանությունն է պայքարում եկեղեցու դեմ, հնարավոր է նման հանգուցալուծում լինի։ Ցավալի է, որովհետև նույն իշխանությունները հայորդիներ են։ Իրենք էլ են քրիստոնյա մեր զավակները։ Եվ եթե վաղը նույնիսկ իրենց հետ որևէ մի բան պատահի, անգամ բանտարկված լինեն, կամ որևէ մի նեղության մեջ լինեն, եկեղեցականը պատրաստ է նաև իրենց ծառայություն բերել։ Եվ ի վերջո նրանք չպիտի եւ որևէ մեկը չպիտի մոռանա, որ հայ եկեղեցականը միշտ մեր ժողովրդի կողքին է եղել, թե տխրության, թե ուրախության պահին, եւ մխիթարանքի ու սփուփանքի խոսք է հայտնել առավել եւս։ Ես հիշում եմ 44-օրյա պատերազմից հետո, երբ որ մեր քահանայից դասը, նաև առաջնորդները եպիսկոպոսած դասը գնում էին նահատակ հայորդիների տները եւ սփոփում ու աղոթում էին եւ իրենց այցելությամբ խաղաղություն էին բերում այդ օջախներին եւ չպետք է սա մոռանալ եւ ընդհանրապես ապագայի համար էլ, որտեւ նույն այս հոգեվոր դասը շարունակելու է իր հոգեվոր ծառայությունը բերել այ ժողովրդին եւ այո նաեւ նույն այդ իշխանությանց ներկայացուցիչների մկրտությունները կատարելու, պսակադրությունը կատարելու եւ հեռու իրենցից նաեւ տխրության առիթները։ Հետեւաբար պետք չէ նսեմացնել հոգեվոր սպասավորների ծառայությունը, ես կարծում եմ, որտեղ դա նաև վնաս է իրենց։ Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը հոգեվոր խորհրդում ունի իր հենարանները։ Չեմ կարծում, որովհետև ես հավատում եմ ազնվությանը եւ վստահում եմ իմ հոգեվոր եղբայրներին, առավել եւս հոգեվոր դասին եւ կարծում եմ առավել քան երբևէ այսօր հոգեվորականած դասը կուռ է, անսասան է եւ պատրաստ է դիմագրավելու որևէ ոտնձգություն։